Թբիլիսիի առաջին ժամանակակից երկաթուղային բեռնափոխադրման տերմինալը Թբիլիսիի Չոր նավահանգիստը պաշտոնապես գործարկվել է։ Կառույցը Վրաստանի երկաթուղային գործակալությունից ստացել է ինչպես մաքսային գոտու թույլտվություն, այդպես էլ երկաթուղային ենթակառուցվածքի շահագործման և անվտանգության առաջին վկայականը։ Ինչպես նշել է էկոնոմիկայի նախարարությունը, նավահանգիստը ռազմավարական դիրք ունի որպես Վրաստանի գլխավոր ծովային նավահանգիստների՝ Փոթիի և Բաթումի, իսկ ապագայում նաև Անակլիայի անբաժանելի մաս և կարևոր դեր կխաղա Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի առևտրային հոսքերում։ Ամբողջ աշխարհում, ինչպես նաև միջին-միջանցքի մասնակցող երկրներում, նավահանգստային, տերմինալային և երկաթուղային ենթակառուցվածքները զարգանում են պահանջարկի և բեռների հոսքի աճի շնորհիվ։ Սա հատկապես վերաբերվում է կոնտեյներային բեռներին՝ որպես փոխադրման ժամանակակից չափանիշ։ Հաստատությունը նախատեսված է մեծածավալ և արդյունավետ լոգիստիկ գործողությունների համար։ Ամբողջ նավահանգիստը կառուցվում է 3 փուլով՝ 286,000 քառակուսի մետր մակերեսի վրա։ Այս փուլում առաջին փուլն ավարտվել է և գործարկվում է, որում արդեն ներդրվել է 21 միլիոն ԱՄՆ դոլար, և այն ներառում է 110,000 քառակուսի մետր տարածք։ Այսօր մայիսի 3-ին նավահանգիստը ընդունեց Բաթումիից ժամանած առաջին գնացքը՝ MCC նավագնացության ընկերության պատկանող 30 լիքը 20 ոտնաչափ երկարությամբ կոնտեյներներով։ Յուրաքանչյուր կոնտեյներ կարող է տեղավորել ավելի քան 26 տոննա բեռ, ինչը ցույց է տալիս երկաթուղային տրանսպորտի արդյունավետությունը, շրջակա միջավայրի համար օգտակար հատկությունները և ծանր բեռներ տեղափոխելու արդյունավետ կարողությունը՝ համեմատած բեռնատարերի հետ։